Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելությունը պիտի օգնի Հայաստանին թիմակրավելու սուդին, գեղձիկին, աբորինի, փողեր, հոսքին եւ համացանցային հանցագործություններում։ Եվրոպական միությունը այս շաբաթ կանաչ լույս վարեց որոշումին համար 2 տարի շարունակ մոտ 2 տասնյակ եվրոպացի փորձագետներ խորհրդատվական գործառույթ պիտի իրականացնեն պետական համագարկերու նաեւ քաղաքասարակության հետ։ Իթեպ այս առաքելությունը չի կար փոխարինելու հայ-ադրբեջանական սահմանին կորձող Եվրոպական միության դիտորդական առաքելությամբ։ Հայաստանի տնտեսության նախարար Գևորգ Բաբոյանը հայտնեց, որ հայկական ծաղիկները մտած են Արաբական Միացյալ Էմիրություններու շուկա, մասնավորապես Դուբայ։ Այս գործը գլուխ բերելու համար հատուկ շնորհակալություն Արաբական Միացյալ Էմիրություններու մեջ Հայաստանի Հանրապետության տեսփանի տնտեսական գիծով խորհրդական Հայկ Մխիթարյանին գրած է նախարար Բաբոյան։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մգրտչյան ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի մեջ մասնակցած է Հայաստանի հարաճընտացի ուղին խորակիրով գլոր սեղան քննարկումին գահիտնեն տեսփանադունեն։ Իր ելույթի մեջ տեսփանը ներկայացուցած է Հայաստան-Ամերիկա հարաբերություններու ընթացիկ օրագարկը անդրադարձած երկկողմ համագործակցության զարգացման հիմնական ուղղություններուն, ընդգծած տարբեր ոլորտներու մեջ արգա նոր գարելիությունները ներառյալ բարձր արհեստագիտության, հանքանյութերու, գիսահաղորդիչներու, գորիզային ուժանույթի եւ արհեստական բանականության ոլորտները։ Քննարկման ընթացքին մասնակիցները հարցեր ուղղած են Հայաստան-Ամերիկա հարաբերություններու դարաձաշրջանային զարգացումներու, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններուն վերաբերյալ։ Բուլգարիո մեջ Հայաստանի տեսփան Զովինար Համբարձումյանը հանդիպած է Բուլգարիո նորարարության եւ թվային փոխակերպման նախարար Իվան Վասիլիևի հետ։ Գահիտնեն Բուլգարիո մեջ Հայաստանի տեսփանադունեն։ Քննարկված են հայ-բուլգարական ռազմավարական գործընկերության օրագարկին վերաբերող շարք հարցեր, երկկողմ քաղաքական եւ տնտեսական համագործակցության խորացումը, ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրի իրականացումը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաեւ խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը։ Նախարար Վասիլիև բարձր գնահատած է Հայաստանի արհեստագիտական ներուժը, հետաքրքրություն հայտնած է արհեստական բանականության ոլորտի մեջ իրականացվող բարեփոխումներուն եւ առաջարկած է համագործակցություն։ Զրուցակիցները անդրադարձած են նաեւ հայ-բուլգարական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի նախապատրաստության, ինչպես նաեւ Սոֆիայի մեջ Թումո ստեղծարար արհեստագիտական կենտրոնի բացման գարելիություններուն։ Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնի մեջ հանդիպում ունեցած է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ գայտնեն պետական քարտուղարութեն սա Լիբանանի նախագահի առաջին այցելությունն է Վաշինգտոն։ 2009 թվականին Միշել Սլեյմանին Բարակ Օբաման ընդունած էր Վաշինգտոնի մեջ։ Լիբանանի նախագահի գրասենյակը հայտնած է, որ Աուն երեքշաբթի օր պիտի հանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ամերիկայի զինված ուժերը հուլիս 20-ի գիշերը 9-րդ օրն լալով հարվածներ հաստուցած են Իրանի ռազմական գետերուն։ Ամերիկայի կենտրոնական հրամանատարության հայտարարության համաձայն հարվածներու նպատակը Իրանի ռազմական ներուժի հետագա դգարացումն է։ Վաշինգտոնը բնդած է, որ այդ հնարավորությունները օգտագործված են Հորմուզի նեղուցին, արևդրային նավերու եւ քաղաքացիական նավաստիներու դեմ հարձակումներ իրականացնելու համար։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ աշխարհի առաջնության եզրափակիչեն հետո վերադառնալով Վաշինգտոն հայտարարած է, որ նոր հարվածները պատասխան են Իրանի հետ հագամարտության ընթացքին զոհված ամերիկացի զինծառայողներու մահվան։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու զինված ուժերը հարվածած են Իրանի Խուզեստան նահանգի մեջ կառուցվող Դարխովին ատոմային էլեկտրակայանը, գահիտնի Իրանյան ֆարս գործակալությունը։ Իրանյան լրատվամիջոցները գրած են, որ ամերիկան օդային հարվածներ հաստուցած է Հորմուզի նեղուցի մոտակայքին տեղակայված իրանյան 3 քաղաքներու վրա։ Իրանն ալ իր հերթին բալիստիկ հրթիռներով եւ անօդաչուներով հարվածներ հաստուցած է Քուվեյթին։ Այս մասին հայտնած է Քուվեյթի պետական լրատվական գործակալությունը։ Նշված է, որ երկրի մեջ օդային տագնապ հայտարարված է, իսկ Քուվեյթի բանակը հայտարարած է, որ միջոցներ ձեռնարկած է Իրանի քրոհները ետ մղելու ուղղությամբ։ Իրանը նախապես ալ հարվածներ հաստուցած էր Քուվեյթին, որում պատճառով վնասված էին էլեկտրակայանը եւ 1 քարյուղի կայան։ Ատոմային ուժանույթի միջազգային գործակալությունը զսպվածության գոչ ուղղած է, երբ Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ Ամերիկան հարվածած է երկրի հարավ-արևմուտքին կառուցվող ատոմակայանը։ Այս մասին ասված է X-ի հերթագին գործակալության տարածած հայտարարության մեջ։ Կայանը կգտնվի շինարարության վաղ փուլի մեջ եւ ատոմակայանի վերջին այցի ժամանակ այնտեղ գորիզային նյութ չէ եղած։ Թեև հաղորդված հարձակումը որևէ ջարակայթային վտանգ չի ներկայացներ, սակայն ատոմակայանի տնօրեն Ռաֆայել Գրոսին վերստին գոչ կներ ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր գորիզային գայաններու հարագից տարածքներու մեջ, ըսված է հայտարարության։
Իրանի քերակույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը հնարավոր դարձավ հետախուզական արտահոսքի պատճառով, որուն աղբյուրը մինչ օրս անհայտ է։ Այս մասին դեղական բարբերականները մեգուն տված հարցազրույցի մեջ հայտարարած է Իրանի արտաքին գործոստ նախարար Աբբաս Արաքչին։ Հարվածի ճշգրտությունը կվգայի այն մասին, որ հակառակորդը նախապես տեղեկություններ ունեցած է առաջնորդի նստավայրի մեջ փակ հանդիպումներու ժամանակի մասին, ըսած է Իրանի արտաքին գործոստ նախարարը։ Արաքչին նաև խոստովանած է, որ մինչ օրս չէ հանդիպած Իրանի նոր քերակույն առաջնորդ Մոջդաբա Խամենեիի հետ։ Անոր գրծած են տեսնել միայն շատ փոքր թիվով մարդիկ։ Արաքչին ընդգծած է, որ հասանելիությունը Խամենեին կմնա խիստ սահմանափակ, իսկ անոր հետ անձնական հանդիպման հնարավորություն ունեցող անձերու շրջանակը նվազագույն է։ Դոնալդ Թրամփ կոնգրեսի հանրապետական կուսակցության անդամներուն գոչ ըրած է Ռուսաստանի թեմ նախադեсվող բաժամջոցներու փաթեթի վերաբերյալ օրինակիցի մեջ ներառել նաև Իրանը։ Այս մասին Թրամփ գրած է ընկերային ցանցի իր էջին, վկայագոչելով օրերս կյանքեն հերացած հանրապետական սենատոր Լինցի Գրեմի թիրքորոշումը։ Գրեմը հայտնի էր արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հարցերու մեջ իր խիստ գոշտ եւ ռազմատենչ թիրքորոշմամբ։ Հուլիս 19-ի գիշերը Ռուսաստանը բալիստիկ հրթիռային հարված հասցուցած է Կիևին, Ուկրաինայո մայրաքաղաքի հրետակոծության հետևանքով զոհված է 1 անձ եւ առնվազն 16-ը վիրավորված։ Ռուսական զորքերը Ուկրաինայի ուղղությամբ ընդհանուր առմամբ արձակած են 41 հրթիռ Իսկանդար-M եւ Քերծայնային ռումբ, ինչպես նաև 125 հարվածային անօդաչու թռչող սարք, որոնց գլխավոր թիրախը եղած է մայրաքաղաքը։ Ուկրաինայի օդային ուժերը հաջողած են խոցել 18 հրթիռ եւ 108 անօդաչու սարք, սակայն մնացած բալիստիկ հրթիռները ճեղքած են պաշտպանությունը։ 5 հրթիռներուն պատճառով հրթիռներ բռնկած են քաղաքի 5 շրջաններու մեջ։ Այս զանգվածային հարձակումը հաջորդեց ուկրաինական անօդաչուներու նախորդ օրվան գրոհներուն, որոնք թիրախավորած էին Ռուսաստանի Մոսկվայի եւ Դամպովի մարզերու մեջ գտնվող Wild Berries-ի խոշոր բահեստները։ Ձեզի յետեր Անի Զեյթունցյանը։